Աշխարհին խաղաղություն լինի, բարիքով երկով ամեն ինչ լինի։ Ես 71 տարեկան եմ, ունեմ թոռներ ու ծոռներ, ու շատ ուզում եմ, որ ամեն ինչ լավ լինի։ Թող մեր աշխարհը խաղաղ լինի, մենք էլ առողջ լինենք ու կարողանանք այսպես վայելենք մեր ծերությունը։ Ամանորի օրերին, երբ շատերի տներում տոնածառներն են լուսավորվում, կան մարդիկ, որոնց համար նոր տարին գրեթե չի տարբերվում սովորական օրերից։ 72-ամյա տիկին Անահիտն ապրում է միայնակ, օրերը լցնելու համար գալիս է տարեցների խնամքի կենտրոն։ Աշխատել եմ տարբեր հիմնարկներում, միշտ եղել եմ ղեկավարների մոտ աշխատող, ցուցակ նախարարություն, գործադիր կոմիտե, այդպես տեղեր եմ աշխատել, իսկ հիմա ես վերջապես գտել եմ այս տարեցների կենտրոնը ցերեկային խնամքի ու շատ ուրախ եմ, շատ ու ափսոսում եմ, ոնց ես ավելի շուտ չեմ եկել այստեղ, որտեղ այստեղ օրը շատ հագեցած է անցնում, մի ընտանիքի նման, բոլորս նույնը Մեկից մի բան լինում է անմիջապես օգնում ենք, հասնում ենք։ Փոքրուց զբաղվել է թեթև ատլետիկայով, սպորտն իր տարերքն է մինչ օրս։ Տարիներն անցել են, բայց ճկունությունը նույնն է մնացել։ Ես զբաղվել եմ սպորտով, շատ փոքր հասակից պարապել եմ ակրոբատիկա։ Ակրոբատիկայից հետո ես տեսա, որ արդեն այնպես չի լինում, ինձ մոտ ավելի ուրիշ բան է զարգացած, պարապել եմ թեթև ատլետիկայով։ Թեթև ատլետիկայով պարապել եմ, ֆիզկուլտ ինստիտուտում եմ սովորել։ Իհարկե չեմ հասցրել ավարտել, որովհետև արդեն ամուսնացել եմ, երեխաներ եմ ունեցել, այն ժամանակ մի քիչ ուրիշ էին, ասենք տղաները այդքան թույլ չէին տա, որ իրանց կինը գնա մրցումների քաղաքներում եւ այլ, բայց ամեն ինչ շատ լավ է եղել, ես շատ սիրով, մինչև հիմա ինձ թվում է, որ ես կարամ վազեմ, գնամ, հաղթեմ եւ այլը, չնայած իմ ես հիվանդությանը, բայց ինձ մեջ հիմա կա այդ բանը, որ ես կարող եմ գնալ էլի մասնակցել մրցումներին։ Այստեղ առավոտներն հաճախ սկսվում են հենց նրա վարժություններով։ Անում ենք ուսերի վարժությունը։ 1, 2 Տիկին Անահիտը չի սիրում ժամանակն անտեղի վատնել։ Հիմա, երբ մենակ է, օրերը պետք է հագեցնել։ Զբաղվում է ձեռագործությամբ, պատրաստում է պայուսակներ ու վաճառում տոնավաճառներում։ Ես քանի որ ունեմ ձեռքերի հետ խնդիր, ավելի շատ օգտվում եմ, պատրաստում եմ, ասենք, պայուսակներ։ Սա ամբողջը ձեռի գործ է, ներսում էլ կան զբաղվողներ, բայց ես հիմնականում դա եմ անում, որտեղ իմ ձեռքերին հարմար չի մանր աշխատանքներ անելը։ Խնամքի կենտրոնում առիթը բաց չենք թողնում խոսելու նաև անցյալից։ Վերհիշում է մանկության տարիները, մի ճյուղ թարմ եղևնի, մի քանի զրնգուն խաղալիք ու Ամանորի հեքիաթը պատրաստ էր։ Ես ինչքան հիշում եմ, այն ժամանակ սենց բան չէր, որ անպայման ձմեռ պապիկը նվերը պետքա բերի դնի տոնածառի տակ։ Մեր նվերները դրվում էր բարձի տակ։ Բարձի տակ նվերներ էր դրվում ու շատ ուրախանում ենք ու հավատով սպասում ենք, որ ձմեռ պապիկը գա անպայման մեզ ինչ նվեր կբերի։ Մենք ընտանիքով մեծ ենք եղել, 6 երեխա ենք եղել։ Պատկերացիք, որ առավոտյան արթնանում ենք ու յուրաքանչյուր շտապ նայում է իր բարձի տակ, թե ձմեռ պապիկը ում է ինչ նվեր է տվել։ Ու բավականին ուրախ էր անցնում, շատ լավ էր անցնում, շատ։ Յուրաքանչյուր խաղալիք իր հիշողությունն ունի, վերհիշում է Անահիտ տատն իր մանկության նոր տարիները։ Այն ժամանակ սովորական խաղալիքներ էին, մեծ մասամբ ասենք նվիրում էին, հիմնարկներում աշխատողներին տալիս էին այդպես, որպես տոնածառի նոր տարվա նվերներ, սիրուն խաղալիքներ էին տալիս, այսպես գունագեղ չէր, բայց ամեն դեպքում իրանք էլ իրանց այդ նշանակությունն ունեն, որ հիմա արդեն ավելի ակտուալ են, ավելի նայվող հիշողություններ են բերում տնակները, ձմեռ պապիկները, ժամացույցը, աստղը, ամեն ինչ իր հիշողությունները բերում է այդպես։ Անահիտ տատի համար այս նոր տարին չի լինելու աղմկոտ, իր տանը տաքուկ մի անկյունում կդիմավորի 2026 թվականը, խնդրելով միայն առողջություն։ Ամանորը ինձ թվում է ես ոնց որ միշտ գիշերը 12-ից հետո ես ինքս ինձ խոսալով, ասելով իմ հետ չէ, այսինքն Աստծո հետ էսպես ասած, խոսալով շնորհակալություն հայտնելով, որ այս օրն էլ անցանք, որ այս տարի էլ ապրեցինք, որ ամեն ինչ թող լավ լինի, խաղաղություն լինի, բարություն լինի, առողջություն լինի բոլորին մեծերին ու փոքրերին, բոլորին մաղթում եմ առողջություն։ Այդպես հետո պատմում եմ, քնում եմ Բալիկ ջան, ես շատ երկար չեմ կարողանում նստեմ, որովհետև ես ժամով
դեղերա, ժամերա չեմ կարող դրանք անտեսեմ, պետք է իմ ժամին քնեմ, իմ ժամին վեր կենամ, իմ դեղերը իմ ժամին խմեմ, իմ ուտելը, ամեն ինչը գրաֆիկով է ինձ մոտ։ Ամանորն ամեն մեկի տուն չի գալիս նույն կերպ, բայց հավատն ու հույսը տարիք չեն հարցնում։ Տիկին Անահիտի հետ որոշեցինք նամակ գրել ձմեռ պապին։ Առողջական խնդիրների պատճառով չի կարողանում շարժել ձեռքի մատները, թելադրում է ես գրի եմ առնում։ Սիրելի ձմեռ պապ։ Սիրելի ձմեռ պապ, ես ունեմ 7 թոռնիկ եւ 4 ծոռնիկ։ Աշխարհին խաղաղություն եմ ուզում եւ ուզում եմ առողջություն բոլորին։ Թող այնքան ապրեմ, որ մասնակցեմ ծոռնիկիս հարսանիքին։ Գոնե մեկ ծոռանս։